Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ սկսում ենք Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը եւ հերթական անգամ գտնում ենք Ախթալայում։ Եվ նկատում եք, որ վերջին ժամանակներում մենք խուսափում էինք միայնակ հաղորդում վարելուց մի պարզ պատճառով, որովհետեւ իմ աջ ձեռքս վնասված էր, որ թույլ չէր տալիս, որ այսինքն օգտագործեի խոհանոցային պարագաներ եւ այժմ սկսում ենք մի հետաքրքիր հաղորդում եւ պատահական չէր կարող լինել մեր վերադարձը եւ այսօր մեր վերադարձը նշանավորվում է ոչ միայն հետաքրքիր ուտեստի պատրաստմամբ, այլ նաեւ հետաքրքիր ընկերության հետ գործընկերությամբ։ Եվ այսպես մեր գործընկերն է աշխարհահռչակ Zwilling ֆիրման, որը պատրաստում է աշխարհում լավագույն թերևս դանակները եւ որը գտնվում է գերմանական հայտնի Զոլինգեն քաղաքում եւ նրա հայաստանյան ներկայացուցչության հետ մեր խոհանոցային հաղորդաշարը սկսում է նոր հետաքրքիր համագործակցության ձևաչափ։ Այսօր մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ եւ այս հետաքրքիր ուտեստը կհամեմենք հետեւյալ կերպ։ Այն կլինի կաթնային լոգանք ընդունած Կլեոպատրա հավը։ Ինչու Կլեոպատրա, որովհետեւ Կլեոպատրան ինքը թագուհիներից այն հայտնին էր, որ ամենահայտնի վայելքներն էր իրականացնում եւ դանակների մեջ քանի որ ամենահայտնին աշխարհում Zwilling-ն է, մենք փորձում ենք այս համագործակցության սկիզբը ազդարել հետեւյալ կերպ։ Եվ մենք այսօր կպատրաստենք բնականաբար հավից ուտեստ։ Եվ քանի որ Կլեոպատրան ի թիվս այլ հանգամանքների հայտնի էր նաեւ նրանով, որ ինքը կաթնային լոգանքներ էր ընդունում որպես վայելքի գերագույն աստիճան, մենք որպես մեր խոհանոցային վայելքի գերագույն աստիճան մեր համեղ ուտեստը կպատրաստենք այս Zwilling ֆիրմայի հետաքրքիր դանակներով եւ հետաքրքիր պարագաներով։ Եվ այսպես գնացինք։ Առաջինը, որ մենք անում ենք, մասնատում ենք հավը կամ սկզբից մասնատել, իսկ հետագայում արդեն նրան պատրաստել, այսպես հավի մկրատներն ենք այստեղ օգտագործում, որոնցով հեռացնում ենք այս հատվածը, որ մեզ անհրաժեշտ չէ։ Դուք գիտեք, որ հին ժամանակներում եւ այսօր էլ, երբ որ թագուհիները եւ մեծահարուստները փորձում են այսպես վայելքներից օգտվել, այդ վայելքներից մեկն էլ հանդիսանում է համապատասխան հեղուկի մեջ լոգանք ընդունելը։ Նոր ժամանակներում այլևս դա փրփրուն գինու մեջ լոգանք ընդունելն է, իսկ հնում քանի որ փրփրուն գինի չկար, օգտագործում են կաթից լոգանք եւ Կլեոպատրան ի թիվս իր այլ վայելքների հայտնի էր նաև նրանով, որ կաթով լոգանքներ էր ընդունում, բայց մինչև լոգանք ընդունելը բնականաբար նրա մարմինը պիտի նախապատրաստեին։ Իսկ նախապատրաստում էին ինչպես, ի սկզբանե կոշտ մարմիններով նրա մարմինը պատում էին, որը կոչվում է այսպես կոչված սկրաբ, որով հանում էին իր մարմնի մահացած մասերը, հա, եւ իհարկե դրանից հետո կաթով ինքը լոգանք էր ընդունում։ Հիմա մենք վերցնում ենք համեմի սերմը, այստեղ օգտագործում ենք սև պղպեղ, սև հատիկավոր պղպեղ, հիմա մենք կպարուրենք մեր հավը այս համեմունքային խառնուրդով, ինչպես որ կպարուրեին Կլեոպատրայի մարմինը, Սիրելի բարեկամներ, մենք գիտենք, որ լոգանք ընդունելու ձևերից մեկն էլ դա այն է, երբ որ համապատասխան տարան իրան այդ լոգարանը դնում են կրակի վրա եւ կրակի վրա աստիճանաբար սկսում է տաքանալ եւ հիմա մենք տեղափոխում ենք մեր Կլեոպատրա հավի մարմինը կրակի վրա, որպեսզի նա սկսի տաքանալ։ Հիմա մենք սարքենք արդեն կաթնային լոգանքի համար անհրաժեշտ միջավայրը
որը մենք կստանանք արդեն մեկ այլ թավայի մեջ, որ ներկայացնում է աշխարհահռչակ Greenpen ֆիրման, որը նույնպես ներկայացված է Zwilling դանակների մասնագիտացված խանութ սրահում, որտեղ դուք կարող եք գտնել նաև այլ հետաքրքիր խոհանոցային եւ ոչ միայն խոհանոցային պարագաներ։ Ավելացնում ենք այստեղ մեր կաթը, Աղթալայի մեր կովերի մաքուր կաթը, մոտ 1 լիտր։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի հավը ընկղմվի նրա մեջ, ինչպես որ նրա մեջ կընկղմվեր Կլեոպատրա թագուհին, եւ ավելացնում ենք 3 ճաշի քթալ թթվասեր։ Սիրելի հեռուստադիտող, հիմա մենք տեսնում եք ինչ լավ կարմրեց մեր Կլեոպատրա հավը մեր կրակի վրա, հիմա իրան տեղափոխում ենք արդեն կաթնային վաննայի մեջ։ Եվ նկատեցիք, որ մեր սեղանին նաև մոշ ունենք, քանի որ ինքը կսիրեր, որ այսպես գեղեցիկ պարուրված լիներ եւ լոգան կընդունելիս վայելեր նաև Աղթալայի մոշը, մոշ ենք ավելացնում։ Սովորական վիճակում մենք մեղր կավելացնենք, երբ որ մոշ չկա, եւ հիմա կափայչով ծածկում ենք, որպեսզի իր լոգանքը լինի լիարժեք։ Եվ տեղափոխում ենք կրակի վրա, որտեղ մեր Կլեոպատրա հավը լոգան կընդունի 20-ից 25 րոպե։ Սիրելի բարեկամները, հայև մոտենում է իր տրամաբանական ավարտին մեր հաղորդումը եւ ամենահետաքրքիր եւ ամենահաճելի մասին ենք մենք հասնում։ Նկատում եք, որ մեր Կլեոպատրա հավը ինքը բավականին լավ ոսկեզօծվել է եւ այս կաթնային լոգանքը իր վրա բարերար է ազդել եւ այս պահին մենք հոտն ենք ըմբոշխնում եւ գույները, որ ստացել ենք կաթից, այդ ոսկե գույնից, ինչպես նաեւ մոշից, հիմա մենք նաեւ համը կփորձենք եւ քանի որ արքաները եւ թագուհիները նրանք օգտվում էին լավագույն սպասքից եւ օգտվում էին լավագույն ուտեստներից, մեր այս թավան նկատեցիք, որ Greenpen այս արտադրության ինքը դիմացավ մեր կրակին ամենազոր։ Հիմա մի փոքր նաև տեղափոխենք թանձրուկը, որ իր մեջ պարունակում է Աղթալայի մաքրամաքուր կաթը համեմված հաճելի համեմունքներով, ինչպես նաև մոշով եւ փորձենք համը։ Դուք գիտեք, որ լավագույն թագավորական ավանդույթներ ունեցող Մեծ Բրիտանիայում ընդունված է, որ էտիկետի տեսակետից պիտի հավը ուտել դանակով եւ պատառաքաղով, մենք այդ պրոտոկոլային մասը չենք խախտի եւ փորձենք մեր Կլեոպատրա հավը, որը ընդունել է կաթնային լոգանք։ Ուղղակի փայլուն արդյունք ունենք, որ իհարկե կապված է Աղթալայի այս ֆանտաստիկ բնության այն ներշնչանքի հետ, որ կարող է տալ մեր այս բնությունը, որը համեմված է բնականաբար մեր պատմությամբ, մշակույթով եւ այն լավագույն ավանդույթներով, որ կա մեր հայ ժողովրդի մեջ, որը եւ ինքն է ստեղծել եւ աշխարհին է տվել։ Սիրելի բարեկամներ, մենք ավարտեցինք մեր հերթական հաղորդումը Աղթալայից եւ կհանդիպենք մեկ շաբաթ անց Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում։ Շնորհակալություն։